այն թեմաները առանձնացրել, իհարկե թեմաները այնպիսին են, որ բոլոր ժամանակներն այն այստեղի վերաբերում, բայց եթե ամփոփենք անցնող շաբաթը, տեսանք ֆոն դեր Լայենը Հայաստանում էր, ինչպիսի ձոններ էր ուղղում Նիկոլ Փաշինյանին, թե Հայաստանում ժողովրդավարությունը թևածում է, խնդրեմ այս այցի հետ կապված ձեր տեսակետը եւ նաեւ ինչ թեմաներ եք առանձնացրել։ Տեսեք, նախ ողջունում եմ, իսկ ինչ վերաբերվում է ֆոն դեր Լայենի Ուրսուլա Մորաքույրի, ես նրան Ուրսուլա Մորաքույր եմ անվանում, նրա այցը Հայաստան, պետք է հիշենք նա որտեղից եկավ Հայաստան եւ ինչ հստակ քաղաքական ուղերձներ էր հղում Մոսկվային եւ այսօրվա իշխանություններին։ Ասեք, Ուրսուլա ֆոն դեր Լայենը որևիցե այն որ ասած սրտացավություն չունի, որևիցե, չգիտեմ, Հայաստանի հետ կապված պետական ծրագիր չունի, ասիկը այդ հավաքական արևմուտքի նպատակը Հայաստանը գործիք դարձնել Ռուսաստանի դեմ, ասեն պատերազմի թատերաբեմ դարձնել։ Տեսեք, բա այդ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բա որ եկել էր Հայաստանի Հանրապետություն, բա այդ հետը գոնե մի գերի դա կլինի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե կլինի սովորական զինծառայող, բա ինչի մի գերի չբերեց իր հետ, ապացուցելով, որ այ տեսեք, մենք ձեր մասին մտածում ենք, մենք ձեր երկրի պետական շահով ենք առաջնորդվում, որովհետև հստակ իրենց նպատակը քավլից է հայերի եւ Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ միտված չի։ Տեսեք, մենք տեսանք, որ ակցիա կազմակերպվեց Ուրսուլա Մորաքույրի այցի ժամանակ, երբ որ կառավարությունում քննարկվում էր այդ ակցիզային հարկերի վերաբերյալ, քննարկվում էր գյուղացիների այդ բերքի արտահանման վերաբերյալ այդ խնդիրները, եւ Ուրսուլա Մորաքույրը ասում է, մենք մեր դռները, եվրոպական դռները բաց կանենք, այդ 450,000-անոց այդ բաները եվրոպական շուկաների դռները բաց կանենք, որպեսզի Հայաստանի բերքը արտահանվի ոչ թե Մոսկվա, այլ արևմուտք, իրենց երկրներ։ Բա ես հարց եմ հղում, ու քանի օր է ես ինքս այդ հարցի պատասխանը չեմ կարողանում գտնել, բա այդ Ուրսուլաները, այդ հավաքական արևմուտքը որտեղ էին 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ Արցախը տոտալ քաղաքական եւ ռազմական առումով բռնաճնշումների էր ենթարկում։ Հենց իրենք էին, ասեմ ձեզ ավելին, հրահրողը այդ Ալիևի թելողը, այսպես ավանդական ասացվածքով ասեմ, ու ես այսօրվա դրությամբ ոչ մի այսպես լավ միտված մեր պետությանը, որովհետև բան չտե, տեսակ ինքը շատ հստակ ասում է, եթե Ռուսաստանը նախ ասում է, մենք թույլ չենք տալու Ռուսաստանը ձեզ ճնշի, ճնշումների ենթարկի, բայց դու ով ես, տիկին, դու ով ես եկել ես Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությանն ես խառնում, այդ թվում երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը, կներեք, տեղում չէ, որևիցե խոսույթ չի հղում, որ ախր սա մեր ներքին քաղաքականությունն է, մենք կարող ենք բալանսավորած թե Ռուսաստանի հետ, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ թե մի շարք այլ երկրների հետ վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի չտուժվի մեր երկրի տնտեսությունը։ Եվ ողջունելի էր, որ մեր ընդդիմադիր գործընկերները այդ Ուրսուլայի այցի ժամանակ ակցիա կազմակերպեցին եւ ցույց տվեցին, որ չնայած տոտալ բռնաճնշումներին, այդ ոստիկանական պատերը այդքան շարել է ինչի համար, մարդիկ խաղաղ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն երկրի ղեկավարին, որ ասում է դեմոկրատիա, ժողովրդավարություն, բայց այստեղ ժողովրդավարություն չեմ տեսնում, ինչ ժողովրդավարություն, եթե այս պահին ձերբակալված է Արմեն Աշոտյանը, այս պահին ձերբակալված է Սամվել Կարապետյանը, այս պահին տնային կալանքում է գտնվում մեր շատ սիրելի Բագրատ Սրբազանը, մեր Սրբազան պայքարի առաջնորդը, ինչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ որ Ադրբեջանում գտնվում են հայ ռազմագերիները, երբ որ Հայաստանի ավելի քան 240 կիլոմետրանոց տարածքը օկուպացված ամնում թշնամի երկրի կողմից եւ զավթողական քաղաքականություն է առաջ տանում այդ երկրի առաջնորդը,
Եվ այստեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հարգելի հայրենակիցներ որևիցե դիմադրության չենք հանդիպում։ Չէ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայն դիմադրում են ընդդիմադիր գործիչներին, բայց այդ ընդդիմադիր գործիչների նպատակը ո՞րն է։ Այն է ունենալ ազգային գաղափարախոսություն ունեցող պետություն, որը հիմա գոյություն չունի։ Ես նախորդին տեսա բարձրաստիճան զինվորական Էդիկ Մանլոյանին են ձերբակալել, ուրեմն նա մի զինվորական է, երբ որ Արցախում Ռոբերտ Աբաջանի եւ Քյարամ Սլոյանի, ուրեմն այդ նաեւ Արմենակ Ուրֆանյանի այդ դիրքը, պահած դիրքը նա շարունակել է պահել եւ ասեմ ավելին, թշնամու տիրապետության տակ գտնվող դիրքը հետ է վերադարձրել մեզ։ Այսօր սրա համար է մարդը քրեական գործառություն տեսնում ենք Անդրանիկ Թևանյանի վրա, մի քրեական գործ էլ Անդրանիկ Թևանյանի վրա է, մի քրեական գործ Գագիկ Ծառուկյանի վրա է, հեսա մի քրեական գործ Ռոբերտ Քոչարյանի վրա, ու այսպես շարունակ։ Սա այն քաղաքականությունն է, որ ինքը նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջ էր մղում թշնամական ատելության բանի քարոզեր առաջ տանում։ Ես չտեսա այդ ամբողջ քարոզարշավի ընթացքում մի ազգային պետական ծրագիր առաջ քաշի։ Այսօր մենք գտնվում ենք տոտալ վախի, բռնաճնշման մթնոլորտում։ Ես անցյալ օրը տեսնում եմ հեռուստատեսությամբ, ուրեմն Աղավնաձորի միջնակարգ դպրոցի միակ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհուն են, ինչ որ քաղաքական, ինչ որ հայացք, ընդդիմադիր հայացքներ ունենալու համար աշխատանքից ազատում։ Սա Նիկոլ Փաշինյանի այդ չվարչապետի, ինչպես ես միշտ նշում եմ այս հարթակից, այդ չվարչապետի կառավարման ժամանակաշրջանում մենք բախվելու ենք այս խնդիրներին։ Ինչի համար պետական գաղափարախոսություն ունեցող անձնավորություններ, այդ թվում նաև ես, որ ես ուզեցել եմ հունիսի 8-ի առավոտյան արթնանալ ուժեղ Հայաստանում, առանց քաղբանտարկյալների Հայաստանում, առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների Հայաստանում, ուզել եմ արթնանամ հաշտ եւ համերաշխության մթնոլորտ ձևավորած Հայաստանում, սակայն այդ գաղափարը ունենալու համար, այսինքն այդ խայտարակ քարտեզը Նիկոլ Փաշինյանի, քանի որ իմ կրծքին չեմ կրում, այս իմ կրծքին կրում եմ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության, որպես արցախցի այդ դրոշները, ես տեղ չունեցա պետական ապարատում աշխատանքի համար եւ իմ նման 100 հազարավորները, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը վտանգ չզգար իր իշխանության համար, այսքան մեզ հայրենասեր պետական մտածելակերպ ունեցող քաղաքացիներին պետական ապարատից դուրս չեր մղի։ Բա եթե դու Նիկոլ Փաշինյան, խոսքս քեզ եմ հղում, բա Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր Հայաստան, բա ինչի ճաշեց դու ինչի խոսք չհնչեցրեցիր, որ իմ երկրում ես ժողովրդավարության այսպես բարձր քարոզանող վարչապետս այսքան քաղբանտարկյալներ ունեմ, այսքան աշխատանքից հեռացված անձնավորություններ ունեմ, ովքեր պետական շահն են առաջ դասել քան անձնականը, բա Ուրսուլային ինչի չէ իր ասում, որ ջերմուկի դիրքերում, իշխանաստարի դիրքերում գնդակահարում էին հայ զինվորներին, ադրբեջանցիները, բա այդ Ուրսուլա Մորակույրը ինչի չէր այդ հարցը բարձրաձայնում, բա Ուրսուլա Մորակույրը երբ որ Ադրբեջանում էր, ինչի չէր Ալիևի բերանը փակում, երբ որ ասում էր 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձը պետք է խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորենք, որտեղ էր այդ Ուրսուլա Մորակույրը։ Ասեմ ձեզ ավելին, այդ քաղաքականության աջակցողները հենց Ուրսուլաներն են, հենց Տրամպներն են եւ հենց նույն այդ հավաքական արևմուտքն է, այսօր որ լծված են Հայաստանի չլինելիության գործին, հա? Այս խաղաղության պայմանագիր, ինչ որ կեղծ խաղաղության թեզեր գոյություն չունի։ Բռնաճնշումները շարունակվում են, հարգելի հայրենակիցներ, բայց ես շտապ եմ հիասթափեցնել ՔՊ-ին եւ քաղաքացիական պայմանագրին իմիջայլոց երեք Ալեն Սիմոնյանը հրաժեշտի այսպես երեկո էր կազմակերպել ազգային ժողովում եւ դա հենց պատահական չէր որ Ալենը այսպես հրաժեշտ էր տալիս ՔՊ-ականներով եկան սենց ամբիոնի մոտ ազգային ժողովի այդ ամբիոնի մոտ որտեղից միշտ հաղթանակի նախկին բոլոր իշխանությունների ժամանակ հաղթանակի ուղերձներ են հնչել այսօր
պարտվողական քաղաքականության թեզն են առաջ տանում։ Պարտվողական, հանձնվողական, բանակը ջախջախեցին։ Այսօր ովքեր են, մի հատ հարգելի հայրենակիցներ, մի հատ տեսեք, ովքեր են բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող ուրեմն անձնավորությունները։ Նրանք, ովքեր ոչ բանակում են ծառայել, ոչ տիրապետում են ռազմարվեստին, ոչ տիրապետում են, ասենք, որևիցե պետական ոնց ասեմ, պետական կառավարման համակարգի, բայց այսօր Էդիկ Մալոյանների նման անձնավորություններին, Արմեն Աշոտյանների, պարոն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի նման անձնավորությունների նման բանիմաց պրոֆեսիոնալ մարդիկ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի ազատ խոսքի համար բռնաճնշումների են ենթարկում։ Ես ուզում եմ մի այսպես հենց պարոն Էդիկ Մալոյանի վերաբերյալ մի հղում անել, որ ուրեմն Աբաջանի եւ Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորական է Էդիկ Մալոյանը, մարտական խաչ առաջի աշճանի շքանշանագիր է 2020 թվականի պատերազմից հետո ուրեմն սահմանազատման ժամանակ երբ ադրբեջանական ուրեմն ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորների նկատմամբ Էդիկ Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի այդ հրամանատարին, ով որ մեր զինվորին նեղացրել է հայ զինվորին։ Ու դրա հետ հենց այս հանգամանքի հետ կապակցությամբ այս մարդուն հեռացնում են աշխատանքից։ Այսինքն սա հայրենասեր զինվորական եւս տեղ չունի պետական ապարատում։ Եվ ուրեմն հենց հատկանշական նշել այն հանգամանքը, որ ով Արցախում ծառայել է, ով Արցախում իր լուման եւ ներդրումն է ունեցել, հենց Ալիև Նիկոլ տանդեմի քաղաքականությունը հենց դա է բռնել, ձերբակալել եւ մի սիրուն քրեական գործ հարուցել եւ որևիցե պետական ապարատում, այսօր դավաճաններն են պետական ապարատում, անգրագետ ոչ բանիմաց մասնագետներն են, դա ես իմ սեփական փորձից եմ կիսվում, հարգելի հայրենակիցներ, որ ես ուժեղ Հայաստան շարժման աջակցելու համար աշխատանք կորցրեցի Ռուբեն Գրիգորյանների, Լիաննա Գրիգորյանների, Հարություն Հարությունյանների եւ Նունե Հայրապետյանների այդ 3 տականքների, իշխանամետ տականքների պատճառով, որովհետև նրանք իշխանության թեզն էին առաջ մղում եւ ոչ միայն նրանք, բոլոր այսօր ես նայում եմ, ցավով եմ նշում, այսօր շատ տեղեր, շատ 100 հազարավոր տեղեր, որտեղ որ քաղաքացին չի կիսում իշխանական այդ մանիպուլյացիաները, այդ հանձնվողական, պարտվողական քաղաքականությունը, իրան ասում են ԿՊ չես, ուրեմն աշխատանք չունես։ Եթե ԿՊ չես, ուրեմն տոտալ բռնաճնշումների պիտի ենթարկվես։ Սա է ընդհանուր պատկերը, դերմատոգրաֆիկ պատկերը, սա է հարգելի հայրենակիցներ։ Եվ այդ Ուրսուլա Մորաքույրը բայի, որ եկել էր Հայաստան, բա այդ ինչի չլսեց մեր ակցիայի ձայնը, բա այդ ինչի չտեսավ ու չլսեց, որ հայ ժողովուրդը արդարացի պահանջ ունի, թե ձեռք չտվեց, հենց ինքն էր բանը, հենց իրենք նպաստում են Նիկոլի ռեժիմի 1 րոպե ավել մնալուն, դրա համար ձեռք չտվեց, որ լսեն, որ Ադրբեջանում ունեն գերիներ, Հայաստանում ունեն քաղբանտարկյալներ, քավլից ինչ տարբերություն, Ադրբեջանում գերիները լինեն, թե Հայաստանում քաղբանտարկյալները, դրանք նույն հարթության վրա են, որովհետև հստակ արդեն ամերիկյան պարբերականներն են հղում անում, որ Նիկոլ Փաշինյանը արդեն անթակույց, անգամ Լեմկինի ցեղասպանական ինստիտուտը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի ուրացման քաղաքականությունը, որ ուրացել է հայոց ցեղասպանությունը եւ տեսեք այստեղ մի դեպք բան եղավ, երբ որ Իսրայելի կողմից ճանաչվեց հայոց ցեղասպանությունը, ինչ էր Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում։ Ես դրան առանձնապես ուշադրություն չեմ դարձնում, այսպես ինչ որ անգրագետ, անտակտ ինչ որ արտահայտություններ անում։ Այսինքն եթե ճիշտ է, եկեք վերցնենք մի պահ, որ նրանք իրենց շահերից ելնելով ճանաչեցին հայոց ցեղասպանությունը եւ եթե քսենեթուն վավերացվի, դա ավելի ողջունելի կլինի, հա, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն նայեք ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, քանի որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում այլևս գոյություն չունի, բացեք արտգործնախարարության կայքը, տեսեք, որ արտաքին քաղաքական օրակարգում գոյություն չունի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգ։ Ինչ առաջարկում Նիկոլ Փաշինյանը, եկեք մոռանանք, այդ հարցը թողենք պատմաբաններին, այն ինչ որ տարիներ առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր ասում։ Հիմա այդ նույն քաղաքապարտվողական
քաղաքական թեզը Նիկոլ Փաշինյանը անթակույց արդեն բոլոր խաղաքարտերը բաց խաղում է, հարգելի հայրենակիցներ։ Եվ տեսեք, ով նշանակվեց մեր ազգային ժողովի նախագահը, Ռուբեն Բեյը, ով իր կրթությունը ստացել էր Թուրքիայում։ Նա որքան էլ հերքի, փաստերն ու ապացույցները, այ հարգելի հայրենակիցներ, բոլորս ենք տեսել, բոլորս գիտենք։ Հենց այնպես չէ, որ Թուրքիայի, ուրեմն այդ Հայաստան-Թուրքիա հատուկ բանակցությունների գործով այդ անունն էլ չեմ ուզում շեշտեմ, ուրեմն այդ անձնավորությունը առաջինը զանգեց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին, որ շնորհավորում է մեր կողմից քեզ պաշտոնի նշանակելու համար։ Ես ցավով եմ նշում, բայց արդեն հարգելի հայ ժողովուրդ, ցավակցում եմ մեզ բոլորիս, արդեն մեր երկրի պաշտոնյաներին Թուրքիան եւ Ադրբեջանն են նշանակում։ Սա այն քաղաքականությունն է, այս սրա համար էինք ասում, երբ որ հունիսի 7-ին գնում եք ընտրատեղամաս, գնացեք ընտրելու ձեր խղճի եւ համոզմունքի հետ կապված, հա, խղճով եւ համոզմունքով առաջնորդվեք ընտրություն կատարելուց, հա, քանի որ տեսնում ենք, անթակույց, բայ Ռուբեն Ռուբինյանը ասում է, դե հոմենակ Թուրքիայից չեն ինձ շնորհավորել, Ռուսաստանի իմ գործընկերներն էլ են շնորհավորել, իսկ ընտրություններից տեսեք անցել է ավելի քան 3 շաբաթ պլյուս մինուսով, բա Ռուսաստանի Դաշնության նախագահը ինչի չի շնորհավորում Նիկոլ Փաշինյանի, Նիկոլի կառավարությանը, կամ մի քանի երկրներ կան, որ չեն շնորհավորել, հա, որովհետև նրանք անթակույց տեսնում են, որ տոտալ բռնաճնշումների, վախի մթնոլորտում անցել ընտրությունները, երբ որ բանակը տանում են 20:00-ից հետո քվեարկության, հա, հետո մի քիչ ձեզ տեսած կարելի էր պահել, հա, այսինքն իշխանությունը տեսել եք, իշխանությունը քաղցր բան, հա, այսինքն դուք ուզում էիք հենց ամեն գործիքակազմ, ապօրինի այդ թվում գործիքակազմ փորձել, որ Ալիևի ախր բան ունեք, չէ, խոստում ունեք սահմանադրությունը փոխել, հղում անկախության հռչակագրի հեռացնել, դուք խոստում ունեք, որ Տիգրանաշենը հեսա պետքա հանձնեք Ադրբեջանին, դրա համար մարդիկ, ովքեր որ ընդդիմանում են, արդարացի իրենց ընդդիմադիր պահանջներն են, ուրեմն բարձրաձայնում, տեղ չունեն պետական ապարատում։ Եվ ես մի ուրեմն թեմա եմ պատրաստել, մի կարճ թեմա, որը ես ուզում եմ ներկայացնել, որ կոնկրետ կապված իմ գործունեության հետ, իմ տեսակետների, իմ հայացքների հետ։ Ուրեմն օրեր առաջ, երբ որ ես եւ մայրս լրագրողների հետ ներկայացանք տնօրինություն, իշխանամետ, տեսեք, իշխանամետ տնօրինություն, հա, երբ որ ես իմ արդարացի պահանջը, հա, բարձրաձայնում եմ, որ ես եկել եմ, ընդդիմադիր հայացքներ ունենալու համար աշխատանքից հեռացվել եմ, հիմա ես եկել եմ որպես բանիմաց պրոֆեսիոնալ բուժաշխատող, ես ինքս բուժաշխատող եմ եղել, 2 տարի աշխատել եմ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շտաբ բուժօգնության 4-րդ ենթակայանում որպես բուժակ, քանի որ հայացքներս հայկական են, հայի, իսկական հայի հայացքներ են, հեռացվեցի աշխատանքից, երբ որ ներկայացանք տնօրինություն, Հարություն Հարությունյանին, նախկին փոխտնօրենը հիմա արդեն դարձել է տնօրեն, եւ նախկին տնօրենը, ում վրա քրեական գործերը Նիկոլի օրոք հարուցված քրեական գործերը վզին Ռուբեն Գրիգորյանի տարել են տնօրեն, ուրիշ բուժ հաստատության, այսինքն անթակույց իրենց համար, իրենք օրենքներն էլ թքած ունեն, սահմանադրություն, օրենսդրություն, իրենք ինչ ուզեն կանեն այս երկրում։ Մենք ներկայացել ենք արդարացի պահանջով, որ ուզում են վերականգնվեմ, աշխատեմ, իրավաբանը հարցը հղում, ասում է մարդը ընդդիմադիր հայացքի համար հեռացվել է աշխատանքից, ինչու՞։ Հարցին չի պատասխանում շատ ուղիղ տնօրենը, ասում է բոլորին կընդունեմ աշխատանքի, գոռը շատ լավ բուժ աշխատող է, խնդիր չունեմ, բայց չեմ ուզում իր հետ շարունակեմ։ Այսինքն սա այն քաղաքականությունն է, երբ որ Նիկոլը վերևից հրաման է տվել, երբ որ ընդդիմադիր քաղաքացիները փորձեն պետական ապարատում զբաղեցնել պաշտոն, այն է իրենց մասնագիտական ունակություններին հարիր պաշտոն, այ թույլ չտաք, հա, տեսեք դուք կհեռացվեք աշխատանքից։
Այսինքն հստակ վերևից հրահանգը կա Նիկոլ Ավինյան տանդեմի հրամանը, շտաբ բուժօգնությունը քաղաքապետանի ենթակայության տակ է գտնվում։ Եվ որ ես հստակ ասում եմ, որ քաղաքական հայացքների համար է, ամեն կերպ տնօրենը խուսափում է այդ հարցից։ Եվ բոլորը գիտեն անթակույց իմ մասնագիտական պարտականությունները, իմ հայրենասիրությունը այդտեղ շտաբ բուժօգնությունում եւ ցավոք սրտի խաղաղ բանակցային ճանապարհով այդ հարցը չլուծվեց։ Ինչի, որովհետեւ ես չեմ կիսում իշխանության հայացքները, ինչի, որովհետև ես այդ սրտի բանը քարտեզը կրծքից փակցրած սրտիկներ չեմ անում, քարոզարշավների Նիկոլի չեմ մասնակցում, հետևաբար տեղ չունեմ այս պետական ապարատում։ Եվ երբ որ Ուրսուլա ֆոն դեր Լայենները եկել էին, բա հարց եմ հղում, բա հիմա ժողովրդավարություն է, չէ՞, հիմա ձեր ասելով Հայաստանի Հանրապետություն ժողովրդավարություն է։ Ինչի այսքան մարդ չունի իր աշխատանքը, ինչու այսքան մարդ ընդդիմադիր հայացքներ ունենալու համար եւ խոսքը միայն ընդդիմադիր հայացքի համար չէ, այսինքն հայկական հայացք ունենալու համար այսուհետ ես այդպես եմ իմ խոսույթը ձևակերպելու կորցնում են իրենց աշխատանքը, կորցնում են իրենց տարիների այդքան տարիների վաստակը, ինչի համար տիկին Ուրսուլա, ինչի բա եկել էիք Նիկոլին ասեիք արդեն ընտրություններն անցել է, դե մարդկանց ընդունի հետ աշխատանքի, թե վտանգ են այդ մարդիկ Նիկոլի համար։ Այսինքն տեսեք քաղաքականությունը հստակ իրենք տանում են, այնպես որ բոլորի բերանը փակում են, մեկուսացնում են, բոլորին շանտաժի, վախի, ճնշման մտնոլորտում են, պահում այդ նույն կերպ մեր խաղ բանտարկյալները, երբ որ այսպես խոսքը բարձրացնում էին Արցախյան պատերազմից հետո 44 օրյա։ Տեսանք ինչպիսի բռնաճնշումներ տեղի ունեցան, ձերբակալություններ տեղի ունեցան։ Այսօր ցավով եմ նշում ինձ հայրենակից ներկայիս գենշտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ով Արցախի մասին չի խոսում, արցախցի լինելով, նա փաստը արձանագրված է փաստը, որ ինքը սևով սպիտակի վրա գրված արցախցի լինելով չի խոսում Արցախի մասին եւ այսօր բարձր զինվորական պաշտոն է դիրք է Էդվարդ Ասրյանը, գենշտաբի պետը։ Հողատու Էդոն, այո, բոլորս գիտենք, ես անթակույց ասում եմ, բոլորս ասում ենք հողատու Էդոն, որովհետև նա հանձնեց Արցախը 2 գրոշի համար, նույն Արմեն Գրիգորյանը, այս աղք Արմեն Գրիգորյանը, Արցախի Մարտունու շրջանից լինելով, երբ որ իր հարսանիքը Շուշիում էր կազմակերպում, իդեպ իմ ծննդավայրը Շուշիում էր կազմակերպում, ցավով եմ նշում, որ սրանց նմանները, նրանք էլ են Արցախից, բա ինչի չեն խոսում Արցախի մասին, Արցախահայության էթնիկ զտումների մասին, բա Ուրսուլա ֆոն դեր Լայենին ինչի որևիցե մեկը չասեցին, Արցախում 9 ամիս շարունակ բլոկադայի ենթարկվելով Արցախահայությունը, նախ ենթարկվեց էթնիկ զտման եւ հետո բռնի հայրենազրկման։ Բայց հարցը այո, հղի կանայք, ովքեր չէին կարողանում իրենց այո հյուծված երեխաներ, տարեցներ, ծերեր, իհարկե մահերել են, ես ասում եմ, եթե այս նույն քաղաքականությունը հարգելի հայրենակիցներ, մենք մեր վրայից այս լուծը չթոթափենք եւ ընդդիմադիր առաջնորդների շուրջ չհամախմբվենք, ցավով եմ նշում, այդ նույն վիճակում հայտնվելու է Հայաստանի Հանրապետությունը։ Ես այսօր Սահմանադրական դատարանից, այո, տեսեք, մենք բոլորս էլ անթակույց գիտենք, որ Սահմանադրական ով պիտի մեզ հայանպաստ Սեդա Սաֆարյանը, թե այդ մյուս դատավորները, ովքեր են մեզ մեր հայանպաստ որոշում կայացնելու, ցենց ոնց որ մի 0.00010% ինչ որ տեղ գոնե մտածում եմ, որ չեն կիսի Նիկոլի այդ ազգակործան քաղաքականությունը, որովհետև Նիկոլը աղետ է բերում այս երկրի գլխին արդեն 8 տարի շարունակ, այդ գունավոր հեղափոխություն, որ ասում են, այդ հենց նենց չեն ասում, ինձանից ավելի շատ փորձ ունեցող քաղաքական հին գործիչները։ Սպասելիքս հետևյալն է, անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, այսինքն գոնե երկրորդ փուլ նշանակեն, այն ովքեր որ ձայների փոշիացում է եղել, տեղի ունեցել, լավ է, գոնե դրանք չկան։ Հիմա երբ որ ընտրություն լինի, բայց պայմանը մեկը պիտի լինի, առանց ԿՊ-ի ընտրությունները պետք է անցնի, որովհետև եթե ԿՊ-ն անցավ նորից մասնակցեց ԿՊ-ի հետ գնացինք ընտրությունների, նորից նույն պատկերը կստանանք։ Նրանց համար մեկ է այսօր ընդդիմության առաջնորդները ովքեր կլինեն, իրանք իրանց սև գործը անելու են։
Եվ այսօր սպասում եմ ու իմ նման պետական մտածելակերպ ունեցող ուրեմն իմ հայրենակիցները բոլորը սենց սրտի թրթիռով սպասում են, թե ես իմի իդեպ ես օրեր առաջ երբ որ տաքսիով դուրս է եկել քաղաք գործով, երբ որ խոսում էի տաքսու վարորդ անգամ խոստովանեց, որ ինքը նախկին Նիկոլական է 2018 թվականին ինքը Նիկոլին փողոցով բերեց իշխանության Եվ այսօր ողջունելի է այդ մարդը, երբ որ ես խոսում էի, հեռախոսազրույց ունենում իմ գործընկերներից մեկի հետ, եւ ինքը լսեց, որ ես ընդդիմադիր եմ, հետո մեր զրույցը շարունակելով մենք հասանք նրան, որ ինքը ասեց, որ Երանի թե այդ օրը ես դուրս չգայի փողոց, որպիսի 5000 մեր հայորդիները չնահատակվեն, որպիսի ունենանք ամբողջական Արցախի հանրապետություն այդ 7 շրջաներով եւ Հայաստանի հանրապետությունը նախկին խանդավառ կյանքով ապրեր, ասում ես ձեզ հետ միասին դուրս կգամ պայքարի առաջնագծում կկանգնեմ, մենակ թե Նիկոլը այս անգամ մի 5000 երեխայի գլուխ էլ չտանի ուտի, հետո ասի դե նախկիններն էին արել, ես մեղավոր չէի, դա բոլորս գիտենք, ինքը ինչ անում է, նախկիններ, դրա համար իմ կոչը սահմանադրական դատարանի բոլոր դատավորներին, այդ չնայած ճիշտ է, ոչ լիարժեք կազմով էին իրենք այդ դատական նիստերն անցկացնում, բայց իմ կոչը հիմա այս պահին դատավորներին, հարգելի դատավորներ, շատ մեծ հարգանք ունենալով այդ անկախ դատական կառույցի մասին, մի իդեպ անկախ, դե ըստ օրենսդրության, մնացածը մարդկային ֆակտորով, եթե դուք վերցնեք, բոլորդ էլ կախյալ եք Նիկոլից, խնդրում եմ ձեզ եւ պահանջում եմ, որպես ընտրող, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կայացնեք արդարացի վճիռ, որովհետև սա մեր եւ ձեր, անգամ ձեր գոյութենաբանական խնդրի հարցն է։ Միայն սա ընտրական process չէ, ընտրությունների արդյունքները ամփոփել կամ վավեր կամ անվավեր ճանաչել չէ, սա Հայաստանի Հանրապետության գոյութենաբանական հարցն է, երբ որ դուք որոշում կայացնեք այսօր, մի պահ տեղափոխվեք եռաբլուր մտքով, տեղափոխվեք, մի պահ կտրվեք այս արտաքին աշխարից ու լսեք այդ տղաները ինչ են ասում, դա քաղաքականության հետ կապ չունի, երբ որ ասում ենք Արցախ, հարգելի դատավորներ, հարգելի բարձրաստիճան զինվորականներ եւ պաշտոնյաներ, Արցախը քաղաքականության հետ կապ չունի, Արցախը հայրենիք է, որը պահել է պետք եւ դեռ բերելու ենք հետ, դա կլինի բանակցություններով թե ոնց կորոշեն մեր ապագա առաջնորդները, բայց Արցախ ասելու համար քաղաքականություն պետք չէ։ Իմ կոչս ու հորդորս ձեզ, որպեսզի կայացնեք հայանպաստ որոշում։ Վերջապես այդ լուծը թոթափեք ձեր ուսերից, որովհետև դուք նույն մեղսակցությունը կունենաք, ինչ որ ԿՊ-ի այս 5-6 տարիների ընթացքում մյուս падգամավորները, այսքանը։